Ողջույն սիրելի ընկերներ, այսօր ուզում եմ խոսել Արևմտյան Հայաստանի հնագույն քաղաքներից մեկի, Էրզրումի կամ Կարինի մասին, որն այժմ գտնվում է Թուրքիայի Հանրապետության տարածքում։ Քաղաքը գտնվում է Մեծ Հայքի Կարնո գավառում, Եփրատ գետի ձախ ափին։ Էրզրումի հիմնադրումը վերագրում են մ.թ.ա. երկրորդ հազարամյակի երկրորդ կեսին ապրած Կարաննիին, որից էլ ստացել է Կարին անվանումը։ Էրզրումի մասին պատմական հավաստի տեղեկությունները պահպանվել են հունառոմեական և հետագայի հայ պատմիչների գործերում։ Նրա դերն ու նշանակությունը առանձնապես սկսել է մեծանալ 387 թվականի Հայաստանի առաջին բաժանումից հետո, որպես բյուզանդական մասի սահմանային կարևոր բերդաքաղաք։ Քաղաքի ամրություններն ու պաշտպանական կառույցները ընդարձակվել և վերակառուցվել են Անաստաս առաջինի և հատկապես Հուստիանոս առաջինի ժամանակ։ 7-ից 9-րդ դարերում Էրզրումը մերթ բյուզանդական, մերթ արաբական մասում էր գտնվում։ 885 թվականին Հայաստանում Բագրատունիների թագավորության հաստատումից հետո Էրզրումը նույնպես մտնում է հայկական պետության կազմի մեջ։ Սակայն 949 թվականին բյուզանդացիները խլում են այն հայերից։ 19-ից 20-րդ դարերում ռուսական զորքերը 3 անգամ ազատագրել են քաղաքը թուրքերից և 3 անգամ էլ վերադարձրել։ 1829 թվականին Ալեքսանդրապոլի հաշտության պայմանագրով, երբ Էրզրումը վերադարձվել է թուրքերին, ռուսական զորքերի հետ քաղաքից հեռացել են ավելի քան 20,000 հայ, որոնք բնակություն են հաստատել Ախալցխայի, Ախալքալաքի, Լոռու, Փամբակի շրջաններում։ Էրզրումն ուներ շրջապարիսպներ, որոնց վերահսկում էին 72 աշտարակները։ Պասպաշարի համալիրի մեջ մտնում էին Ախալցխայի, Երզնկայի, Թավրիզի և Խարբերդի քաղաքային 4 գլխավոր դարպասները։ Քաղաքը շրջապատված է լեռներով, այն գտնվում է բարձրադիր Սարահարթի հարավ-արևմտյան մասում։ Էրզրումով և նրա բարեբեր հարթավայրով անցնող Մետաքսի ճանապարհով կարևոր դեր է խաղացել պատմության ընթացքում տարածաշրջանը որպես բնակավայր ընտրելու հարցում։ Էրզրումը առևտրական սերտ կապեր ուներ Կոստանդնուպոլսի, Տրապիզոնի, Թավրիզի, Երևանի և Թիֆլիսի հետ։ 20-րդ դարի սկզբներին քաղաքն ուներ մի քանի շուկա, 12 հրապարակ, 180 հացի փուռ։ Էրզրումի հայերը մինչև 1880-ական թվականներին համեմատաբար ապրում էին տնտեսապես ապահով պայմաններում։ Նրանք աչքի էին ընկնում ջերմ հայրենասիրությամբ, ընտանեկան հարաբերությունների ավանդապաշտությամբ։ Էրզրումը հայ մշակույթի ու լուսավորության խոշոր կենտրոն էր։ Նրա ամենահին կրթական հաստատությունը կենտրոնական Մայր վարժարանն էր, որը հիմնադրել էր կարապետ արքեպիսկոպոս Բագրատունին 1811 թվականին։ Էրզրումի պատմական հուշարձաններից գրեթե ոչինչ չի մնացել։ Այն, ինչ մնացել է, համեմատաբար ուշ ժամանակների կառույցներ են։ Դրանցից նշանավորը Սուրբ Աստվածածին եկեղեցին է, որը կառուցվել է 1840 թվականին։ Հնում այս եկեղեցու մոտ գտնվում էր 40 մարտիրոսվածների վանքը։ Սուրբ Աստվածածինը բարձր հայքի ամենագեղեցիկ ու ամենախոշոր շինություններից էր։ Էրզրումը հայոց թեմական առաջնորդի նստավայրն էր։ Ներկայումս Էրզրումում գործում են մի քանի բուհեր, դրանցից են Աթաթուրքի համալսարանը և Էրզրումի տեխնիկական համալսարանը։ Էրզրումի մասին այսքանը, հաջողություն։